Վստահ եմ, որ բոլորդ գիտեք Google-ի դինոզավրիկ խաղը։ Դա այն խաղն է, երբ մտնում եք Google, չեք ունենում ինտերնետ եւ ձեզ մոտ հայտնվում է այսպիսի պատկեր, որտեղ որ ասվում է, որ դուք չունեք ինտերնետ եւ չեք կարող օգտվել Google-ից։ Եվ պարզապես ծեղմելով Enter կոճակը, ձեր մոտ սկսվում է դինոզավրիկ խաղ, որը շատ հետաքրքիր է իրականում։ Ու ես չեմ կարծում, որ այս երկրագնդի մեջ տենց մարդ կա, որ հեռախոս ունի ու չի խաղացել երբևէ այդ խաղը։ Ինչպես ասացի, այդ դինոզավրիկ խաղը շատ հայտնի է։ Բայց ինչ կանեք, եթե ես ձեզ ասեմ, որ գոյություն ունեն էլի շատ այդպիսի Google-ի խաղեր, որոնց մասին որ ոչ ոք չգիտի։ Այո, դուք ճիշտ լսեցիք, Google-ում կան շատ թաքնված եւ գաղտնի խաղեր, որոնց մասին որ շատ քիչ մարդիկ գիտեն։ Անցած մասում երբ ես ասում էի Google-ի թաքնված եւ գաղտնի կայքերը, այդ տեսանյութում ես ասեցի, որպեսզի դուք հավաքեք 1000 լայք, որպեսզի ես նկարեմ այս վիդեոն։ Ճիշտ է, դուք չեք հավաքել 1000 լայք, մի քիչ եք հավաքել, բայց տեսնելով թե ինչքան եք ուզում այդ վիդեոն, չկարողացա չնկարել։ Դե գոնե խրախուսելու համար այս վիդեոյի տակ փորձենք 1000 լայք հավաքենք, որ նկարեմ եկեք նկարեմ աշխարհի ամենատարօրինակ եւ սարսափելի բաները, որոնք հայտնվել են տեսախցիկի առջև։ Շատ հետաքրքիր է լինելու։ Դե ինչ անցնում ենք վիդեոին, վստահ եմ շատ հետաքրքիր է լինելու եւ դուք այսօր իմանալու եք շատ հետաքրքիր խաղեր, որոնք որ կարող եք խաղալ ազատ ժամանակ։ Գնաց։ Ուրեմն հեսա իմ ասած դինոզավրիկ խաղը վստահ եմ, որ բոլորդ խաղացել եք, բայց եթե կան մարդիկ ովքեր չեն խաղացել, հիմա մի քիչ խաղամ, որ տեսնեք թե ոնց են խաղում։ Սենց քայլում ես ու կակտուսներ են հայտնվում դիմացը, դու պետքա թռնես դրանց վրայով ու ժամանակ առ ժամանակ էլ վերևից ինչ որ թռչուններ են գալիս ու դու պետքա հասցնես ՊՊԶ-ս, որ քեզ չկպնի այդ թռչունը։ Ու ինձ հենց նոր հետաքրքրեց, թե որքան ա եղել այս խաղի ռեկորդը, այս վերևում ինչպես տեսնում եք, այս թվեր կա, եկեք հələ նայենք։ Так, ուրեմն միրավոյ ռեկորդ դինոզավրիկա։ Так, 578,000 Podcast մեկ ժողովուրդ։ Այսա տակնել մեկ գելա 9 ժամ խաղացել են։ Դե ինչ անցնենք մեր առաջին գաղտնի խաղին ու տեսնենք թե ինչ հետաքրքիր է։ Ուրեմն մեզ որոնման հատվածում հարկավոր է գրել London 2012 Soccer։ Ու մեզ մոտ բերում է մի անգամից Google-ի պաշտոնական կայքը, սեղմում ենք հղումի վրա եւ տեսեք, այսպիսի փոքր ֆուտբոլային դարպաս է։ Մենք սեղմում ենք այս կապույտ նշանի վրա եւ ինչպես տեսնում եք մենք դարպասապահ ենք ու պետքա բռնենք այս գնդակները։ Так, ուրեմն ոնց է աշխատում։ Հա, ուղղակի քաշում եմ ես կողմ են կողմ։ Так, բռնում եմ, լավ եմ բռնում։ Լավ էլ դարպասապահ եմ։ Ահա։ Որում ես խաղում մեջ ընդհանրապես պարտվեմ ես։ Նա։ Օհ, դոլար կերա։ Օ, այս ցախանկյունում էլ այսինքն 3 անգամ կարող ենք ամենաշատը բաց թողնել, թե չէ պարտվում ենք, տեսեք։ Ոյ, մի հատ էլ բաց թողեցի։ Պարտվեցի 33 հաստեղ։ Ինքնումա շատ վատ է։ Ինչ մի անգամ էլ փորձենք։ Էլի նորմալ պահում եմ, բայց սա գիտեմ ես, մի հատ անիմաստ գոլ եմ բաց թողնելու։ Так, համարյա 30 եմ արդեն հասնում։ Դոլար կերա։ Լավ, արդեն հասա 42 համարյա։ 42-ի վրա պարտվեցի, բա առունթռի նորասա հոպ։ Ուրեմն այս խաղը լավն էր, ինչ խոսք, բայց ինձ թվում է ձանձրանաս, որ երկար խաղաս, անցնենք երկրորդ խաղին։ Ուրեմն երկրորդ խաղի համար մեզ հարկավոր է որոնման հատվածում գրել Pony Express Doodle։
տեսնենք թե ինչ խաղա մեզ սպասվում։ Ուրեմն ես ինչ-որ ձիով խաղա ժողովուրդ, պետքա ոնց հասկացան նամակները հավաքեմ։ Ինչ-որ բանով ինձ հիշեցնում է Լոլեք Բոլեք մուլտֆիլմը, չգիտեմ նայել եք թե չէ, ինքը շատ հին մուլտֆիլմ է։ Գիրեք կոմենտներում եթե նայել եք, պետքա նամակները հավաքենք ու էլի կակտուսներին չհպվենք։ Ինչ-որ բանով նմանացնում է դինոզավրիկին։ Ոյ, ես ուր մտանք։ Օ, նստեցի նոր ձիրուկի վրա ու այսինքն վերջուն ելնեք, ես ներքևի հատվածում ինչ-որ բաներ ցույց տվեց, արդեն 30 քանի հատ հավաքել ենք նամակ։ Անկեղծ ասած ես այս խաղից ձանձրանայի ժողովուրդ երևի թե։ Բայց հաշվի առնելով, որ դու ոչ մի բան չես ներբեռնում, ինչ-որ հեռախոսիդ մեջ տեղ չի զբաղեցնում, ու դու ուղղակի որոնում ես ու խաղում, այդ դրա համար լավ է։ Մի ձիուկ էլ փոխեցի, ոնց որ թե վերջին ռաունդն է սենց ասված։ Օ, նայեք, այն մարդիկ կանգնած են, որ մեզ բռնեցին հենց ասածից վրա, տեսաք, ժողովուրդ։ Արանը շպրտում են վրաներս, բռնում են, արդեն 60 հատ նամակ համարյա։ Ես սուր էր մտա, հաղթեցի երևի թե, ես ինչքան մորդ կողող, հաղթեցի, ես էլ մեր երկրորդ խաղը, անցնում ենք երորդին, ուրեմն մեր երորդ խաղի համար հարկավոր է որոնման հատվածում գրել Dr. Vo Doodle, դոկտորը ով է, այսինքն այդ Doodle-ը չգիտեմ, արդեն երկրորդ անգամ գրում ենք, տակ, ուրեմն ինչ խաղա էս, մի րոպե տեսնենք, տակ, ուրեմն ստա ինչ-որ Google-ի լոգոն է, սեղմում ենք սկսելու վրա, ու, ստեղ մեզ մարդուկ պետք է ընտրենք, երեք այս սրան ընտրենք, ես հասկացա խաղի իմաստը, ուրեմն մեզ հարկավոր է հավաքել Google բառը, ոնց ճիշտ հասկացա, տեսեք, այստեղ թափանցիկ է, այստեղ գունավոր գետառն է, երևի թե պետք է հասնեմ այդտեղ ու գետառը հավաքեմ ու տենց մինչև ամբողջ բառը ստանանք, բայց ոնց եմ շարժվում։ Գետառը վերցրեցի, ճիշտ էի հասկացել, պետք է Google բառը հավաքենք։ Так, հիմա էլ պետք է հետ գնամ։ Հասանք տեղ։ Հիմա օտարն ենք հավաքում։ Так, այս արդեն ոնց որ պարկուրը լինի։ Մի րոպե։ Ռի։ Ես հլնայք ուրա օտարը։ Թրջնի բնի մեջ հո, թե ուրա։ Համարյա ասնում ենք, մենակ ես ռոբոտը, էլի կերավ ես ռոբոտը։ Հլա, բրնում անխմ ժողովուրդ, բարձրացի վերև արագ։ Օտարը վերցրել ենք ամենակարևորը, մոռացա ասեմ։ Հիմա պետք է էլի հետ գնանք։ Այս հետ գնալը որ չլիներ ավելի լավ կլիներ։ Так, հիմա երկրորդ օտարը։ Так, գնում ենք։ Ինչ հեռու է օտարը։ Так։ Ես նոթբուքով ինձ թվում է բարդ է։ Հեռախոսով ինձ թվում է մի քանի անգամ ավելի հեշտ կլինի այս խաղը։ Հիմա գն, ինչ գերիզմոնու։ Так, ինչ հոգիներն էլ ինչ արագ են շարժում ես հաս պետք է ասենք։ Վերցրեցի տառը, հիմա հետ ենք գնում արագ։ Գետառն էլ վերցրեցինք, մնաց երկու տառ։ Ես ամեն մատատ ավելի մոտիկո, ոչ ինչ հո։ Վերցրեցի լտառը, ոնց պետք է հետ գնամ։ Մեռա էլի։ Այդ առն էլ էր մի անգամից կարողացա վերցնեմ։ Տեսակ, հիմա մնում է ուղղակի հետ գնա։ Նա, ավայ, այո։ Ես էլ ավարտինք, անցնում ենք չորորդին։ Ուրեմն մեր չորրորդ խաղի համար մեզ հարկավոր է որոնման հատվածում գրել
celebrating Pani Puri։ Ինչ խոսք է հետաքրքիր անունը։ Ուրեմն ստեղ խաղի երկու ռեժիմ կա, որ ընտրենք, time to relax։ Մեր այսօրվա տեսանյութը sense հանգիստի մեջ, հա, կընտրենք relax, որ անիմաստ խոճապի չմատնվենք։ Այս մեր մանկության խաղերի նման է, սենց պետք է երևի թե իրար նմանները իրար կողք տնենք, որ հաղթենք, հա։ Так, չէ, ուղղակի սենց սեղմում ենք այն նրանց վրա, որոնք որ իրար մոտիկ են, հա։ Այս խաղի իմաստը ոնց որ թե չեմ հասկանում, ժողովուրդ։ Անցնենք հաջորդին, ժողովուրդ, ես ինչ վատ խաղեր ես մեկը։ Հաջորդի համար մեզ պետք է գրել pizza game doodle, էլի doodle, այդ doodle-ը մի հատ կոմենտներում գրեք, էլի ինչա։ Так, pizza բառը արդեն ինձ ուրախացնում է, pizza-ի հետ կապված վատ խաղը այսքան ժամանակ չեմ խաղացել։ Так, ինչ պետք է անենք, margarita։ Ստացեք իրեք կոմենտներում ձեր սիրելի pizza-ի անունը։ Так, pizza-ն պետք է կտրենք, հա։ Այսպես։ Հա, մեզ պետք է հավաքել այս երշիկները, հա։ Հա, պետք է այնպես կտրենք, որ այս ձախ կողմի պարամետրերին համապատասխանի։ 9 հատ երշիկ է պետք, որ մնա մի կտորի վրա, հա, ոնց հասկացա։ Չեմ հասկանում, ժողովուրդ։ Անհնար ինչ որ խաղեր ա մեզ այսօր ընկնում, ժողովուրդ։ Բայց մի կողմից էլ լավ է, եթե ինչ որ ձանձրալի հեշտ խաղ լիներ, շուտ կօգնեինք, ինձ թվում է կոնկրետ այս պիցայի խաղի վրա ահագին կարելի է խորանալ։ Так, ուրեմն մեր հաջորդ խաղի համար մեզ հարկավոր է որոնման հատվածում գրել Google Cricket։ Так, ինչպես հասկացա պատկերից, բեյսբոլ խաղը եթե գիտեք, այդ խաղն է, հա, որ մի հոգի այդ փոքր գնդակը շպրտում է, մեկն էլ պետք է հարվածի, որ home run անի։ Այսինքն այս ստադիոնի տարածքից դուրս շպրտի գնդակը։ Так, ուրեմն ես սեղմում եմ ստեղ։ Ոնց որ արեցի։ Մեզ մեկը չստացվեց։ Օ, խփեցի։ Բայց մեկը չի ձանձրալի է, ոնց ասած, ուղղակի սեղմում, կարամ արագ սեղմեմ ու երևի թե կստացվի։ Так, խփի։ Օ, այս մեկը շատ լավն էր։ Դե ինչ ժողովուրդ, այսքանն էին մեր այսօրվա խաղերը, հուսով եմ ձեր դուրը եկավ ու ազատ ժամանակ ինչու ոչ, եթե նորություն ցանկանաք, կարող եք մտնել եւ այս խաղերը խաղալ։ Անպայման չմոռանաք դնել լայք ու բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի շատ շուտով հասնենք 40,000 բաժանորդ, ինչպես նաեւ կոմենտներում գրեք, թե ինչ տեսանյութ կցանկանաք տեսնել ապագայում։ Դե ինչ ձեզ հետ է ես Ալեքսը, լավ մնացեք, ցտեսություն, պակա-պակա։